Ուզում եմ այսօր մի քիչ խոսել աղոթքի մասին։ Գիտեք, դա շատ կարևոր մի բան է, որ ամեն քրիստոնյայի կյանքում պետք է լինի, սիրելիներս, որովհետև աղոթքը մեզ կապում է Աստծո հետ, աղոթքի միջոցով մենք հաղորդակցվում ենք Տիրոջ հետ։ Եվ գիտեք, իմ այսօրվա ուղերձը այսպես եմ վերնագրել՝ քո աղոթքը անտեսված չի։ Քո աղոթքը անտեսված չի։ Գիտեք, լինում է ժամանակ, որ մենք տարբեր փորձություններ ենք անցնում, տարբեր դժվարությունների մեջ ենք լինում, սիրելիներս, եւ երբեմն կարա այնպեսի sense զգացողություն լինի, որ կարող է Աստված իմ աղոթքը չի լսում։ Կարող է, որ ոչ մի բան իմ կյանքում չի փոխվում, ուրեմն Աստված իմ աղոթքը չի լսում։ Կարող է ինչ որ բան իմ կյանքում սխալ է, դրա համար Աստված իմ աղոթքը չի լսում։ Եվ գիտեք, շատ անգամ Սատանան օգտագործում է այդ երկմտություն, այդ կասկածանքները օգտագործում է մեր դեմ, համոզելով, որ գիտես, Աստված թողել է քեզ, Աստված չի լսում քո աղոթքը, դու քեզ վատ ես պահել, դու մեղավոր ես, դրա համար Աստված ուշադրություն չի դարձնում քո վրա, կամ ինչ որ նման բաներ։ Եվ գիտեք, լինում է ժամանակ, որ մենք կարող ենք անգամ տարիներ շարունակ աղոթել ինչ որ բանի համար, ու կարծես չկա պատասխան, կարծես Աստված լռում է։ Եղել է ձեր կյանքում, որ երկար ժամանակ ինչ որ մի բանի համար խնդրեք Աստծուն։ Երկար շարունակ ամիսներ, տարիներ, ինչա Աստված չի լսում մեր աղոթքները, սիրելիներս։ Եթե մենք երկար տարիներ աղոթում ենք ու չկա պատասխան, ու որևիցե բան չի փոխվում, ինչու՞մն է պատճառը, ինչպես հասկանալ դա։ Ինչպես հասկանալ, արդյոք Աստված լսում է իմ աղոթքը։ Արդյոք օրերից մի օր իմ աղոթքը կպատասխանվի։ Կամ գիտեք, մեր մոտ կարա այսպիսի հարց լինի. ինչքան դեռ ես պետք է աղոթեմ, որ այս իրավիճակը իր լուծումը գտնի։ Ինչքան ես դեռ պետք է աղոթեմ, որ իմ հրաշքը գա։ Ինչքան ես դեռ պետք է աղոթեմ, որ իմ օրհնությունները գան։ Եվ ուզում եմ մի պատմություն կարդանք այսօր Աստվածաշնչում, սիրելիներս, եւ կար մի այսպիսի մարդ, որի անուն էր Կորնելիոս, Գործք առաքելոցում ենք մենք կարդում նրա մասին, եւ կուզենամ բացենք իրար հետ 10-րդ գլուխը, եւ սիրելիներս կկարդանք այստեղը, գիտեք, մի հետաքրքիր այսպիսի բան կա։ Աստվածաշունչը, սիրելիներս, դա ունիկալ գիրք է։ Ես հավատում եմ, որ սա ուղղակի պատմություն չի ինչ որ մարդկանց մասին։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, որ Սուրբ Հոգով է գրվել Աստվածաշունչը։ Սուրբ Հոգուց առաջնորդված, Աստծո խոսքը ասում է, գրեցին Աստծո մարդիկ։ Այն ինչ որ ես ու դու այսօր ունենք մեր ձեռքում, սիրելիներս։ Եվ տեսեք, երբ որ մենք մարդկանց կյանքի պատմություններ ենք կարդում, ինչի է կարևոր ամեն օր կարդալ Աստվածաշունչը։ Մենք շատ անգամ ասում ենք, երբ որ դու Աստվածաշունչը կարդում ես, Աստված քեզ հետ խոսում է։ Ինչպես է դա տեղի ունենում, սիրելիներս։ Ինչի է ամեն օր կարևոր կարդալ Աստվածաշունչը։ Որովհետև տեսեք, երբ որ մենք կարդում ենք ինչ որ մարդկանց կյանքը, մենք կարող ենք տեսնել, ինչ էին անում այդ մարդիկ, որ Աստված արձագանքում էր իրանց աղոթքին։ Ինչ կար այդ մարդկանց կյանքում, չէ՞ որ դա պատմություն է իմ ու քո համար։ Դա պատահական չի գրվել, սիրելիներս, դա գրվել է, որպեսզի ես ու դու կարդալով, Աստվածաշունչը ասում է, խորհիր գիշեր ու ցերեկ Աստծո խոսքի վրա, որ գիտես գիշեր ու ցերեկ խորհենք դրա վրա, եւ այդ մարդկանց կյանքում մենք կարող ենք տեսնել, ինչ կար այդ մարդկանց կյանքում, որ Աստված արձագանքում էր նրանց աղոթքին։ Ինչ կար այդ մարդկանց կյանքում, որ այդ մարդիկ կարողանում էին հաճոյանալ Աստծուն։ Աստված իրանց անվանում էր իր ընկերը, իր բարեկամը, իր հավատարիմ մարդը։ Ինչ կար այդ մարդկանց կյանքում։ Եվ գիտեք, այդպիսի մարդկանցից մեկը, որից որ մենք կարող ենք այսօր դաս քաղել, դա Կորնելիոսն էր։ Եվ նրա մասին մենք կկարդանք Գործք առաքելոց 10-րդ գլուխ եւ հենց առաջի խոսքից։ Կեսարիայում մի մարդ կար, անունը Կորնելիոս, հարյուրապետ, իտալացի կոչված գնդիցը։ Հիմա տեսեք, ես ամենասկզբում ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ նրա վրա, որ այս մարդը հրյա չէր։ Ուզում եմ ձեր ուշադրությունը նաև դարձնեմ նրա վրա, որ այս մարդը, գիտես, ուրեմն այն մարդիկ, ովքեր որ հետանոսությունից ընդունում էին հրյաների, հա, հուդայիզմը ընդունում էին հրյաների Աստծուն, նրանց պրոզելիտներ էին անվանում։ Կորնելիոսը պրոզելիտ էլ չէր, այսինքն ինքը մեկը չէր, որ հետանոսությունից ընդունել էր, հա, հրյաների կրոնը։ Բայց տեսեք, հետաքրքիր մի բան կա իր մասին գրված, ասում է բարեպաշտ եւ Աստվածավախ իր բոլոր տնովը, շատ ողորմություններ էր անում ժողովրդին եւ ամեն ժամանակ աղոթք անում դեպի Աստված։
Շատ հետաքրքիր է սիրելիներս։ Մեկը, ով որ հրեաների Աստծուն չէր ճանաչում, միգուցե լսելով գիտեր, միգուցե հրեաների սինագոգները, ժողովարաններն էր ինքը այցելում։ Ստեղ մանրամասները գրած չկա։ Գիտեք, ինքը չէր ընդունել հրեաների կրոնը, ինքը հռոմեացի, սիրելիներս, հարյուրապետ էր, իտալացի կոչված գնդից։ Եվ տեսեք, բայց հետաքրքիր մի բան կար, այդ մարդը Աստծուն չճանաչելով, Աստվածաշունչը ասում է նա բարեպաշտ էր, աստվածավախ էր, ու մենակ ինքը չէր աստվածավախ, գրված է իր բոլոր տնով։ Այսինքն այդ մարդը աստվածավախ լինելով նաև իր ընտանիքն էր, հա, բերել այդ վիճակին, իր ընտանիքին էր նույնպես մոտեցրել Աստծուն։ Միգուցե ինքը խոսում էր նաև իր ընտանիքի հետ, որ գիտեք կա Աստված, կա Տեր երկնքում, որից վախենալ է պետք, որին հավատալ է պետք, եւ գրված է, որ նրա ամբողջ տունը նույնպես աստվածավախ էին։ Եվ գիտեք սիրելիներս, դա նշանակում է, որ մեզանից ամեն մեկիս տունը, ինչ ասեց Հեսուն, ասեց ես եւ իմ տուն ենք Աստծուն ծառայելու։ Գիտես մեր մտքում, մեր սրտում դա միշտ պետք է լինի, եթե մեր ընտանիքներում կան ինչ-որ մարդիկ դեռ, ովքեր Աստծուն չեն ճանաչում, սիրելիներս, դա պետք է լինի մեր սրտի ցանկությունը, դա պետք է լինի մեր աղոթքը դեպի Աստված, որը մեր ամբողջ ընտանիքը Աստծո մեջ լինի, մեր երեխաները Աստծո մեջ լինեն, ամուսինները Աստծո մեջ լինեն, կանայք Աստծո մեջ լինեն, ծնողները Աստծո մեջ լինեն։ Ես հավատում եմ, որ Աստծո ցանկությունն է, որ մեր ամբողջ ընտանիքը փրկված լինի։ Մենք մեր ամբողջ ընտանիքով Աստծուն ծառայենք, սիրելիներս։ Ինչքան այսօր մենք խնդիրներ ենք տեսնում ընտանիքներով, որ ասենք, ենթադրենք կինը հավատացյալ է, բայց ամուսինը դեռ Աստծուն չի ճանաչում, կամ հակառակը, կամ ծնողները հավատքի մեջ են, երեխաները Աստծուն չեն ճանաչում։ Գիտեք, հնարավոր է այդպես ընտանիքում խաղաղություն լինի։ Հնարավոր է այդպես ընտանիքում կատարյալ սեր լինի, միաբանություն լինի։ Իհարկե հնարավոր չի, սիրելիներս։ Դրա համար Աստված ուզում է, որ մեր ամբողջ տունը օրհնի։ Աստված ուզում է մեր ամբողջ ընտանիքը, մեր հարազատները փրկված լինեն։ Դրա համար ես ու դու չպետք է դադարենք ամեն օր աղոթք բարձրացնել մեր տան անդամների համար։ Եվ գիտեք, մի հետաքրքիր բան էլ ասում է շատ ողորմություններ էր անում ժողովրդին։ Եվ ամեն ժամանակ աղոթք անում դեպի Աստված։ Գիտեք, շատ կարևոր մի բան կար այս մարդու կյանքում։ Ինքը հարատևում էր բարի գործերի մեջ, գրված է շատ ողորմություններ էր անում, շատ բարի գործեր էր անում մարդկանց։ Եվ մի կարևոր բան, եւ ամեն ժամանակ աղոթքեր անում։ Գիտեք, ես չգիտեմ, սիրելիներս, քանի տարի էր դա տևում։ Ինչ էր վերապրում Կորնելիոսը, երբ որ աղոթում էր Աստծուն։ Հասկանալով էր ինքը անում դա, թե ուղղակի ոնց որ մենք մի ժամանակ լսել էինք, որ կա Աստված, մեր պապերի Աստվածը, մենք էլ ինչ որ աղոթքներ էինք անում Աստծուն չճանաչելով։ Գիտես, միգուցե Կորնելիոսն էլ այտենց վիճակում էր, չէր ճանաչում ու աղոթում, բայց վախում էր, հավատում էր, որ Աստված կենդանի է, ամեն օր բարի գործերի մեջ հարատևում էր, ամեն ժամանակ ժողովուրդ աղոթք էր անում։ Սիրելիներս, Աստծուն չճանաչելով, գիտես ինչքան ես ու դու պետք է աղոթք անենք Աստծուն ճանաչելով։ Դա մեր քրիստոնեական կյանքի անբաժան մասն է, սիրելիներս, որ մենք ամեն ժամանակ աղոթքի մեջ լինենք։ Եվ գիտեք, ես չգիտեմ քանի տարի էր նա աղոթում Աստծուն, քանի տարի էր ինքը այդ գործերը անում, բայց մի օր մի այսպիսի բան տեղի ունեցավ։ Նա օրվա իբրև 9-րդ ժամին տեսիլքի մեջ հայտնի տեսավ Աստծո հրեշտակը, որ մտնելով նրա մոտ ասում էր նրան. Կորնելիոս։ Գիտեք, մի հետաքրքիր բան նկատեցի Աստվածաշնչում, երբ որ այս թեման պատրաստում էի, ամեն անգամ, երբ որ հրեշտակները գալիս էին մարդկանց մոտ, սիրելիներս, գիտեք, իրանք չէին դիմում ինչ-որ մեկին, հա, չէր գալիս, ասում էր, ով մարդ, Աստված քեզ այսպես է ասում։ Գիտես, ամեն անգամ, երբ որ հրեշտակը գալիս էր ինչ-որ մեկի մոտ, դիմում էր միշտ անունով։ Երբ որ հրեշտակ եկավ Զաքարիայի մոտ, դիմեց Զաքարիային անունով Զաքարիա։ Երբ որ եկավ Դանիելի մոտ, անունով դիմեց Դանիել։ Երբ որ եկավ Մարիամի մոտ, Մարիամին անունով դիմեց։ Երբ որ եկավ Կորնելիոսի մոտ, Կորնելիոսին անունով դիմեց։ Գիտես, Աստված ամեն մեկից դիմում է մեր անունով։ Աստված մեզ ճանաչում է ամեն մեկից անհատապես։ Ու ես հավատում եմ, որ Աստված ամեն մեկից համար անհատական ծրագիր ունի, մեր ամեն մեկի կյանքի համար։ Ու ես վստահ եմ, որ Աստծո ծրագիրը յուրաքանչյուրիս համար ունիկալ է։
ունիկալ է սիրելիներս, այն ինչ որ Աստված կանի քո միջոցով, ուրիշ ոչ մեկի միջոցով դա Աստված չի անի։ Այն ինչ ձևի, որ Աստված կարա քեզ օգտագործի, նույն է ձևի ուրիշ ոչ մեկի Աստված չի կարա օգտագործի։ Եվ ես հավատում եմ, որ ամեն մեկս ունենք մեր պսակը։ Եվ Աստվածաշունչը ասում է, զգուշացի, որ քո պսակը մեկ ուրիշը չառնի։ Գիտես, կա պսակ Աստծուց պատրաստված անձամբ քո համար սիրելիս, անձամբ յուրաքանչյուրիս համար։ Եվ Աստվածաշունչը ասում է, այնպես ապրեք, այնպես գնացեք, որ ձեր պսակը մեկ ուրիշը չառնի։ Գիտեք, ես իմ կյանքում մի բան եմ հասկացել։ Այսօր մենք եկեղեցում շատ ծառայություններ ունենք, այսօր մեծ գործ կա Աստծո համար անելու։ Մենք դեռ ավետարանը պետքա քարոզենք սիրելիներս, դեռ շատ մարդիկ պետքա լսեն Աստծո խոսքը ու գան փրկության։ Եվ ես վստահ եմ, որ ստեղ նստած յուրաքանչյուրի Աստված ուզում է յուրահատուկ ձևի օգտագործի, յուրահատուկ ձևի։ Բայց գիտեք, մի հետաքրքիր բան եմ հասկացել։ Եթե մենք չենք մտնում մեր կոչման մեջ, եթե մենք չենք անում այն գործը, որ Աստված մեզ վստահել է, ես վստահեցնում եմ ձեզ, Աստված անպայման կգտնի ինչ-որ մեկի, ով որ կանի այդ գործը։ Որովհետև խոսքը ասում է, զգուշացի, մեկ ուրիշը չառնի քո պսակը։ Աստված կգտնի ուրիշին, ով որ կառնի քո պսակը, բայց Աստծո ցանկությունն է, որ դու առնես քո պսակը, սիրելիս։ Ու գիտես, երբ որ մենք մտածում ենք, որ մենք ինչ-որ մի հատ մեծ գործ ենք անում, եկեղեցում, որ ինչ-որ մի հատ բան ենք անում, կներեք ռուսական բառ օգտագործեմ, ինչ-որ մեկին ադալժենի ենք անում։ Եկանք ստեղ ինչ-որ բան արեցինք։ Գիտեք, ոչ մեկս էլ ոչ մեկին ադալժենի չենք անում։ Մենք բոլորս էլ Աստծուն ենք ծառայում, առաջի հերթին։ Ու ես հավատում եմ, որ մեզանից ամեն մեկը մեր վարձքը կստանանք Իրանից, սիրելիներս։ Դրա համար գիտես գտի քո տեղը եկեղեցում։ Մի մտածի, որ ինչ-որ մի հատ մեծ բան ես անում։ Գիտես, Հիսուսը ասում է, որ ծառան է, որ իր տերը դաշտից գա, ասում է գա իր ոտքերի համար, ջուր դնի, հոգ տանի իր տիրոջ համար։ Միթե ասում է տերը, ես ուզում եմ դուք հասկանաք, որ դա ժամանակ էր, երբ որ ուրիշ մտածելակերպ էր, ու Հիսուսը նպատակով է այդ օրինակը վերցնում, որովհետև այն ժամանակ ծառաներին չէին պատվում, հա, ծառաները ընդամենը ոնց որ առարկալին էին, հա, սենց ասենք։ Մարդիկ առնում էին, հա, ստրուկներին, ծառաներին առնում էին շուկայում։ Եվ գիտես, ինքը չէր ասում շնորհակալություն քեզ, որովհետև իրանց մշակույթի մեջ այնց էր ընդունված, որ դու դա քո պարտքն է, դու իմ սեփականություն ես, դու պարտավոր ես դա անել։ Եվ գիտեք, միգուցե մի քիչ կոպիտ օրինակ է, բայց Հիսուս ասում է դուք էլ, երբ որ ձեզ հանձնարարածը անեք, ասեք մենք անպիտան ծառաներ ենք։ Հետաքրքիր է։ Խի ենք անպիտան ծառաներ։ Աստված չի ուզում, որ մենք հպարտանանք, սիրելիներս։ Ես ու դու ինչ էլ ուզում անենք, Հիսուսից ավելի մեծ բան չենք անի։ Որ ինքը Աստված լինելով ծառա դառավ, եկավ աշխարհ, տանջվեց, անարգվեց ու խաչվեց իմ ու քո համար։ Ինչքան էլ բան անենք, իրանից ավելի շատ բան չենք անի։ Դրա համար ինչ որ անում ես, սիրելիս, ուրախ սրտով արա, հոժար կամքով արա, մի սպասի ստիպեն քեզ, մի սպասի, որ ինչ որ մեկը զանգի, 3 անգամ քեզ ասի, կրկնի, մի բան քեզ ասել են, հանձնարարել են, տեսնում ես մի բանի կարիք կա։ Եկեղեցում միշտ էլ կարիքներ կան, միշտ էլ գործ կա, սիրելիս։ Գիտես, մի սպասի, որ ասեն, ասա կարամ գամ օգնեմ, կարամ ես էլ այս բանը իմ վրա վերցնեմ, ես էլ ուզում եմ այս ինչ բանը անեմ։ Գիտես, մասնակից եղիր Աստծո գործերին, որովհետև մենք բոլորս իրար հետ, սիրելիներս, Աստծո արքայությունն ենք կառուցում այս երկրի վրա։ Ամեն։ Ամեն, սիրելիներս։ Փառք Տիրոջը։ Եվ այսպիսով նա եկավ եւ դիմեց Կորնելիոսին անունով, նա էլ նրա նայելով շատ վախով բռնվեց եւ ասեց. «Ինչ է, Տեր»։ Եվ նա ասեց նրան. «Քո աղոթքները ու քո ողորմությունները վեր ելան Աստծո առաջին հիշատակի համար»։ Եվ հիմա մարդիկ ուղարկիր Հոպե եւ կանչիր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում, նա հյուր է մի կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովի մոտ է, նա կասի քեզ ինչ պետք է անել։ Սիրելիներս, տեսեք, Կորնելիոսը անգամ Աստծուն չճանաչելով, ինքը չէր դադարում բարի գործեր անել։ Ինքը չէր դադարում աղոթքների մեջ լինել ամեն ժամանակ։ Գիտեք, միգուցե դա տևում էր, ես չգիտեմ, 10 տարի,
15 տարի, 20 տարի, մենք չգիտենք։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ հրեշտակը եկավ Կորնելիոսի մոտ, ասեց Կորնելիոս, քո ողորմությունները վեր ելան Աստծո առաջին, քո աղոթքները հիշվել են նրա առաջին։ Գիտես կա ինչ որ պահ սիրելիներս, երբ որ դու ամեն ժամանակ շարունակում ես քայլել Աստծո հետ, գիտես ամեն ժամանակ անում ես այն ինչ որ պետք է անես, ինչի համար որ Տերը քեզ կանչել է։ Երբ որ դու ամեն ժամանակ աղոթքների մեջ ես հավատալով, որ Աստված հավատարիմ Աստված է, անպայման սիրելիներս օրերից մի օր քո աղոթքը ու քո ողորմությունները կհիշվեն Աստծո առաջ։ Ամեն։ Անպայման մի օր կհիշվեն Աստծո առաջ։ Եվ գիտեք, ես կարծում եմ, որ շատ մարդիկ իրանց անհավատության պատճառով, իրանց էգոիստության պատճառով, գիտեք, շատ անգամ ճանապարհի կեսից հետ են դառնում։ Շատ անգամ գիտես գալիս հասնում են, կարծես ահա գիտես մի քայլ է մնացել, մեկնի ձեռքը ու վերցնի իր օրհնությունը։ Բայց շատ անգամ մարդիկ իրանց թուլասրտության պատճառով, իրանց անհավատության պատճառով, իրանց կասկածանքների պատճառով չեն հասնում իրանց օրհնություններին։ Բայց Աստված սիրելիներս ուզում է, որ անկախ ամեն ինչից մենք ամեն օր հարատևենք բարի գործերի մեջ։ Միտեղ գրված է ասում է բարին գործելով չձանձրանաք, չհոգնեք, որովհետև ասում է ժամանակին կհնձեք։ Գիտես կա ժամանակ, Աստված գիտի այդ ժամանակը իմ ու քո կյանքում։ Աստված հավատարիմ է, միտեղ գրված է Աստված չի մոռանում ձեր սիրո աշխատանքը։ Մի օր կհիշացվի դա Աստծո առաջին, սիրելիներս, ճիշտ ժամանակին, ճիշտ օր, ճիշտ պահի, Աստծո առաջ դա կբարձրանա հիշատակի համար։ Աստված կարձագանքի, Աստված կհասնի, Աստված կգա, բայց դու պետք է մինչև վերջ հավատարիմ մնաս սիրելիս։ Անկախ նրանից ինչ է քո շուրջը կատարվում, անկախ նրանից քո զգացմունքները քեզ ինչ են ասում, քո միտքը քեզ ինչ է թելադրում, մարդիկ կողքից քեզ ինչ են ասում, գիտես ամբողջ սրտով ապավինիր Աստծուն, ամբողջ սրտով գնա Աստծո հետևից, մի դադարի բարի գործեր անել, մի հանձնվի աղոթք անելուց սիրելիներս։ Եվ անպայման օրերից մի օր Տերը կարձագանքի, Տերը կհիշի, Տերը կպատասխանի։ Ամեն։ Եվ տեսեք ինչ տեղի ունեցավ։ Ուզում եմ մի քիչ առաջ գնամ Գործք առաքելոց 10:22-ը։ Եվ Կորնելիոսը մարդիկ ա ուղարկում Պետրոսի մոտ, նրան գալիս են։ Կարակ ես ամբողջ գլուխը տանը կարդակ, ես ուղղակի հատվածներով եմ կարդալու։ Եվ 10:22-ում այսպես է գրված. Նրանք էլ ասեցին. Կորնելիոս հարյուրապետ, արդար եւ աստվածավախ մարդ, որ հրեաների բոլոր ազգից բարի վկայություն ունի։ Նա հրաման առավ մի սուրբ հրեշտակից, որ քեզ կանչի իր տունը եւ քեզանից խոսքեր լսի։ Սիրելիներս, գալիս են Կորնելիոսի արդեն ենթակա մարդիկ Պետրոսի մոտ, եւ տեսեք, սա արդեն իրանց բառերն է։ Ինչպես են իրանք արձագանքում, ինչպես են իրանք խոսում Կորնելիոսի մասին։ Ասում են Կորնելիոսը հարյուրապետ մարդ է, բայց արդար է ու աստվածավախ է։ Ու մի կարևոր բան են ասում, որ հրեաների բոլոր ազգից բարի վկայություն ունի։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ այդ ժամանակ Իսրայելը գտնվում էր Հռոմի իշխանության տակ։ Եվ գիտեք, որոշակի լարվածություն կար հրեաների ու հռոմեացիների միջև։ Բայց տեսեք, այս մարդը այնքան արդար էր ու այնքան աստվածավախ էր, գրված է հրեաների ազգից, գրած չի հարևաններից, մի խումբ մարդկանցից, ասում է հրեաների ազգից բարի վկայություն ունի։ Սիրելիներս, հավատացյալ լինելը դա մեծ պատասխանատվություն է։ Դա եկեղեցի գալը չի ուղղակի։ Գիտես ինչ վկայություն ես ու դու ունենք դրսի մարդկանցից։ Կարող է չարախոսեն ինչ որտեղ, գիտես Աստծո խոսքը ասում է, եթե անտեղի եք չարախոսվում, երանելի եք։ Եթե արդարության համար եք հալածվում, երանելի եք։ Բայց սիրելիներս, եթե մեղքի համար ենք հալածվում, եթե մեր անշնորհք պահվածքի համար ենք հալածվում, եթե մեր անշնորհք վերաբերմունքի ու խոսելաձևի համար ենք հալածվում, գիտեք դա ինձ ու քեզ պետք է զգաստացնի, դա ինձ ու քեզ պետք է մտածելու տեղիք տա։ Ամեն։ Եվ տեսեք, ուզում եմ ավելի առաջ գնամ, Գործք առաքելոց 10:25-27-ը։
Եվ եղավ, երբ որ Պետրոսը ներս էր մտնում, Կորնելիոսը դիմավորեց նրան, ժողովուրդ ուշադիր եղեք, եւ ոտները ընկած երկրպագեց։ Պետրոսն էլ կանգնեցրեց նրան եւ ասեց. «Վեր կաց, ես ինքս էլ մարդ եմ», եւ նրա հետ խոսելով ներս մտավ եւ այնտեղ շատ մարդ ժողոված գտավ։ Սիրելիները, զարմանալի մի բան ենք տեսնում։ Մեկը, ով որ որոշակի դիրք ուներ, հարյուրապետ էր, հարգված, ճանաչված մարդ էր։ Երբ որ Պետրոսը գալիս է մտնում է տունը, գրված է ընկավ Պետրոսի ոտները ու երկրպագեց։ Գիտեք ինչ խոնարհության աստիճան է, ժողովուրդ ջան։ Մենք ժամանակը, գիտես, լինում է եկեղեցու մեկին մի բան մի քիչ սենց, հա, ուղղելու համար կամ հանդիմանելու համար, ինչ որ մի բան մարդը սխալ է անում, ասում ես, ու մեկ էլ տենում եք մարդիկ, «Էդ ում էր ասեցիք, էդ ինչի ասեցիք, էդ խի ասեցիք»։ Գիտեք, մենք կարիք ունենք մեր հպարտությունը խոնարհեցնելու, սիրելիներս։ Մեկը, ով որ հավատացյալ էլ չէր, բայց այնքան աստվածավախ ու արդար էր, որ ընկավ Պետրոսի ոտները, չնայեց իր դիրքին, չնայեց իր պաշտոնին, ընկավ Պետրոսի ոտքերը, երկրպագեց, ասում է Պետրոսին։ Իհարկե Պետրոսը վեր կացրեց, ասեց, ես էլ քո նման մարդ եմ, մի արա այդպես։ Ու մի հետաքրքիր բան, երբ որ մտավ տունը, այնտեղ մենակ Կորնելիոսի ընտանիքը չէր, շատ մարդիկ, ասում է, գտավ տանը։ Գիտես, Կորնելիոսը կանչել էր իր բոլոր հարազատներին, որպեսզի Աստծո խոսքը լսեն։ Սիրելիները, սա շատ լավ օրինակ է ինձ ու քեզ համար։ Հարատևել բարի գործերի մեջ, միշտ լինել աղոթքի մեջ, միշտ ունենալ խոնարհ սիրտ, միշտ ունենալ սպասում Աստծուց, միշտ ունենալ ժամանակ Աստծո համար։ Գիտեք, եթե Հռոմեացի հարյուրապետը գրված է 9-րդ ժամին, հրեական եթե ժամով նայենք, դա օրվա 3-րդ ժամն էր, ժամը 3-ն էր կեսօրից հետո։ Գիտեք, դա այն ժամն է, որ որպես կանոն մենք բոլորս զբաղված ենք լինում։ Համաձայն եք, օրվա ամենահա թեժ սեն ժամերն է։ Այն էլ ճաշից հետո, չէ՞։ Որ ինչ որ գործեր կա, ցերեկ կա, պիտի հասցնես, ինչ որտեղ գնաս, ինչ որ մի բան անես։ Կորնելիոսը ժամը 3-ին աղոթք էր անում, առանձնացել էր Աստծո հետ։ Գիտեք, մենք դա կարանք տեսնենք նույնպես Դանիելի կյանքում, երբ որ առավոտը, կեսօրին ու երեկոյան աղոթք էր անում, բարձրաստիճան պաշտոնյա էր պետության մեջ, բայց ինքը ժամանակ գտնում էր առավոտը, կեսօրին ու երեկոյան աղոթք անելով։ Ես ու դու պետքա Կորնելիոսի պես խոնարհ սիրտ ունենանք, ու ես ու դու Կորնելիոսի պես պետքա սրտացավ լինենք, որ ոչ թե մենակ մեր մասին մտածենք, այլ նաև մեր հարազատների մասին պետքա մտածենք, որ իրանք էլ Աստծուն ճանաչեն։ Ամեն։ Ամեն։ Ուզում եմ ևս մի պատմություն նայենք Աստվածաշնչում։ Ղուկասի ավետարանի մեջ առաջին գլխում կարող են կարդալ Զաքարիայի ու Եղիսաբեթի պատմությունը։ Գիտեք, սկիզբը կկարդամ, ասում է 5-րդ խոսքից։ Հրեաստանի թագավոր Հերովդեսի օրերում մի քահանա կար, անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունից է, եւ նրա կինը Ահարոնի աղջիկներից է, եւ նրա անունը Եղիսաբեթ։ Ուշադիր լսեք։ Երկուսն էլ Աստծո առաջին արդար էին, եւ Տիրոջ բոլոր պատվիրաներում եւ իրավունքներում գնում էին անարատ։ Եվ նրանք զավակ չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, եւ երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել։ Գիտես, ամբողջ իրանց կյանքը Աստվածավախ, բարեպաշտ, արդար մարդիկ էին։ Ամբողջ իրանց կյանքը Աստծուն ծառայել էին։ Բայց մի խնդիր կար իրանց կյանքում։ Երեխա չէին կարող ունենալ, բայց գիտես չէին դադարում։ Չէին դադարում Աստծուն օրհնել, չէին դադարում Աստծուն աղոթել, չէին դադարում բարեպաշտ մնալ, չէին դադարում բարի գործեր անել, սիրելիներս։ Եվ օրերից մի օր, երբ որ Զաքարիայի հերթն էր, քահանայության իր պաշտոնը մատուցի, Աստծո հրեշտակը եկավ նրա մոտ։ Եվ տեսնելով հրեշտակին շփոթվեց եւ մի քիչ ներքև կկարդամ եւ հրեշտակը ասեց նրան. «Մի վախենա Զաքարիա,
որովհետև քո աղոթքը լսվեցավ եւ քո կինը Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ եւ նրա անունը Հովանես կդնես։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Գիտեք ինչ հավատարիմ Աստված մենք ունենք։ Քո աղոթքը լսվեց։ Գիտես եկավ ժամանակը եւ Հովանես Մկրտիչը ծնվեց։ Աստված հավատարիմ է։ Ծնվեց մեկը, ում մասին որ Հիսուսը կասի։ Մարգարեների մեջ Հովանես Մկրտիչից մեծը չկա։ Հասկանում եք, եկեք սիրելիները շարունակենք հավատարիմ մնալ Աստծուն։ Անկախ նրանից ինչ փորձություններ ես անցնում, ինչ դժվարությունների մեջ ես այսօր գտնվում, ինչ էլ մարդիկ քո հասցեին խոսում։ Միգուցե կան բաներ քո կյանքում էլ, որ տարիներ շարունակ աղոթում ես, բայց դեռ պատասխանը չես տեսնում։ Գիտես, կա ժամանակ սիրելիս, երբ որ Աստված կգա, կա ժամանակ, երբ որ Տերը հատուցումը կտա։ Եվ գիտես, Կորնելիոսի մասին էինք խոսում քիչ առաջ։ Կորնելիոսի հավատարմությունը, սիրելիներս, գիտեք ինչքան փափագ ուներ Կորնելիոսը, ինչքան ծարավ ուներ։ Պատկերացրեք, որ Աստված իր հրեշտակին ուղարկում է Կորնելիոսի մոտ։ Հերիքչի Պետրոսի մոտ է գալիս Աստված։ Պետրոսին տեսիլք է 3 անգամ ցույց տալիս, որտեղ հրեաները հետանոցների մոտ չէին մտնում։ Աստված շարժում է Պետրոսի սիրտը։ Պետրոսին բերում հասցնում է Կորնելիոսի տունը։ Ու Կորնելիոսը իր ամբողջ ազգականներով, իր ամբողջ ընտանիքով փրկություն է գտնում, սիրելիներս։ Եվ Կորնելիոսի ընտանիքը կդառնա առաջի հեթանոս ընտանիքը, որ ընդունեց Քրիստոսին։ Ու մկրտվեց Սուրբ Հոգով, ու գրված է այդ օրը բոլորը խոսեցին լեզուներով, ու Պետրոս ասեց նրանց վրա Սուրբ Հոգին թափվեց այնպես, ինչպես որ մեր վրա թափվեց։ Մեկը, ով որ ուներ ծարավ, մեկը, ով որ ուներ փափագ Աստծո, մեկը, ով որ գիտես չէր էլ ճանաչում Աստծուն, միգուցե ոչ մի բան էլ իր կյանքում չէր տեսնում, չէր զգում, ինչ որ գերբնական դրսևորումներ, բայց շարունակում էր հավատարիմ ծառայել Տիրոջը։ Մարդկանց բարություն էր շարունակում անի։ Գիտես, մարդկանց մոտ բարի համբավ ուներ, լավ անուն ուներ, խոնար սիրտ ուներ, չնայած նրան, որ պաշտոն ուներ։ Եվ օրերից մի օր Աստված եկավ։ Եվ ուզում եմ եւս մի պատմություն նայենք, սիրելիներս։ Ես մի փոքր խոսեցի Դանիելի մասին։ Երբ որ հրեշտակը եկավ Դանիելի մոտ, դա կկարդանք Դանիելի մարգարեության 10-րդ գլխում։ Մի այսպիսի հատված կա. «Եվ ասեց ինձ, ով Դանիել ցանկալի մարդ, հասկացիր այն խոսքերը, որ ես ասում եմ քեզ, եւ կանգնիր կանգնած տեղը, որովհետեւ հիմա քեզ մոտ ուղարկվեցա, եւ նա այս խոսքը ինձ հետ խոսելիս ես կանգնեցի դողալով, եւ նա ինձ ասեց. մի վախենա, ով Դանիել, որովհետեւ այն առաջի օրիցը, որ սիրտ տվեցիր հասկանալու եւ քո անձը խոնարեցնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսվել են, եւ ես եկա քո խոսքերի համար»։ Սիրելիներս, միգուցե մեզանից շատերիս աղոթքը որ չի լսվում, կամ միգուցե որ մենք մեր պատասխանները Աստծու չենք ստանում, միգուցե մենք սիրտը չենք տալիս մեր հասկանալու համար, ինչ ունի Աստված մեր համար։ Որովհետև գիտեք, շատ անգամ մեր աղոթքը նման է նրան, որ մենք ինչ որ մի հատ ցուցակ ենք վերցնում, գալիս ենք Աստծո առաջ ու ասում ենք. Տեր, օրհնի, բժշկի, ազատագրի, առաջնորդի, տուր, լցրու, լրացրու, հոգ տար։ Բայց գիտես, արդյոք մենք մեր սիրտը տալիս ենք հասկանալու իսկ ինչ Աստված ունի մեր համար, իսկ ինչ Աստված ուզում, որ ես ու դու անենք։ Մենք, մեզ, ես, իմ համար, իմ մասին, իմ կարիքները, իմ հիվանդությունը, իմ ցավը, բայց կարող է կա մեկը, որ Աստված ուզում է քո սիրտը շարժի, ուրիշի ցավի համար աղոթես, ուրիշի նեղությանը հասնես, մեկը սոված է նստած, միգուցե Աստված ուզում է գնաս կերակրես։ Իսկ որպեսզի դա հասկանանք, մեր սիրտը պիտի տանք հասկանալու Տեր, իսկ ինչ ես դու ուզում, որ ես անեմ, իսկ ինչ սպասում դու ինձանից ունես։ Եվ ասում է, քանի որ դու տվեցիր քո սիրտը այն օրից, տվեցիր սիրտդ հասկանալու
Եվ քո անձը խոնարեցնելու քո Աստծո առաջին, քո խոսքերը լսվել են։ Եվ ես եկա քո խոսքերի համար։ Սիրելիներս, այս 3 պատմությունն էլ, որ ես կարդացի, շատ հետաքրքիր է։ 3 դեպքում էլ մարդիկ աղոթում էին, 3 դեպքում էլ մարդիկ սպասում ունեին։ Ու հետաքրքիր է, 3 տեղում էլ Աստծո հրեշտակը եկավ, այցելեց, Աստված ուղարկեց իր հրեշտակը։ Ես հավատում եմ, որ Աստված ամեն մեկիս մոտ էլ ուզում է ուղարկի իր հրեշտակին, իր պատասխաներով, իր հրաշքներով, իր խոսքը բերելու համար, բայց ինչքանով ենք ես ու դու պատրաստ դա ընդունելու, ինչքանով է մեր սիրտը պատրաստ Տիրոջը փնտրելու, ինչքանով ենք պատրաստ հարատև շարունակենք Տիրոջը ծառայել, վստահել նրան, մարդկանց հասնել, մարդկանց նկատմամբ ողորմած ու բարի լինել, սիրելիներս։ Եվ գիտեք, մի տեղ էլ կա, որ կուզենամ եկեղեցու վերաբերյալ կարդամ, դա Պետրոսի պատմությունն է, նույնպես հրեշտակը եկավ Պետրոսի մոտ, ինչի, որովհետև ամբողջ եկեղեցին աղոթում էր։ Ես հավատում եմ, որ կա զորություն, սիրելիներս, միաբան աղոթքի մեջ նույնպես, երբ որ մենք իրար հետ ենք, երբ որ մենք միաբան ձայն ենք բարձրացնում Տիրոջը, Աստծո խոսքը ասում է արդարների օրհնությունով քաղաքը կբարձրանա, ազգը կբարձրանա։ Գիտես, այն ինչ որ մենք այստեղ անում ենք, միգուցե մենք էլ այսօր շատ բաներ չենք տեսնում։ Միգուցե կուզենայինք, այո, շատ իրավիճակներ ուրիշ ձևի տեսնեինք, փոխված տեսնեինք, բայց ես հավատում եմ կա ժամանակ Աստծո այցելության։ Եկեք չդադարենք աղոթել, եկեք չդադարենք օրհնել մեր ազգը, եկեք չդադարենք աղոթել մեր հարազատների համար, մեր ընտանիքների համար։ Եկեք հավատարիմ Աստծո առաջ քայլենք, ծառայենք նրան ու միշտ բարի գործերի մեջ հարատևենք, սիրելիներս։ Եվ գրված է եկեղեցին աղոթում էր եւ Պետրոսը բանտում պահված էր, Գործ Առաքելոց 12-րդ գլուխ, բայց նրա համար անդադար աղոթք էր լինում եկեղեցուց դեպի Աստված։ Անդադար աղոթք էր լինում։ Եվ ինչ տեղի ունեցավ, հրեշտակը եկավ բանտ, Պետրոսին ազատեց, եւ դեռ Պետրոսը էլի շատ տարիներ կծառայի Աստծուն ու շատ պտուղներ կբերի, սիրելիներս, որովհետև կար եկեղեցի, որ աղոթում էր Պետրոսի համար։ Մենք չգիտենք ինչ կլիներ, եթե եկեղեցին չաղոթեր, բայց գիտես, ես կարծում եմ սա պատահական չի գրված։ Կարար չի ասենք եկեղեցու մասին ոչ մի բան չհիշատակվեր։ Ընդամենը գրված լիներ, որ Հերովդեսը ուզում էր Պետրոսին սպանի, բայց Աստված ուղարկեց իր հրեշտակը եւ Պետրոսին բանտից ազատեց։ Բայց այդտեղ մանրամասը նկարագրած է ինչ էր անում եկեղեցին, երբ որ Պետրոսը բանտում էր։ Ահա ինչ պիտի անի եկեղեցին այսօր, սիրելիներս, երբ որ մեկը բանտում է, երբ որ մեկը մեղքի մեջ է, երբ որ մեկը օգնության կարիք ունի, երբ որ մեկը բժշկության կարիք ունի, փրկության կարիք ունի։ Ինչ պիտի անի եկեղեցին, անդադար աղոթք պետք է անի եկեղեցին, անդադար։ Եվ այդ ժամանակը տեսնենք Տիրոջ փառքը, այդ ժամանակը տեսնենք Աստծո հրաշքները, սիրելիներս։ Եկեք ոտքի կանգնենք։ Եվ վերջի տեղը, որ կուզենամ կարդալ, դրանից հետո միասին աղոթք կանենք։ Ղուկաս ավետարանի մեջ 18-րդ գլխում Հիսուսը խոսում է կրկին աղոթքի մասին։ Եվ մի հետաքրքիր այստեղ առակ կա, որի մասին խոսում է Քրիստոսը։ Մի առակ էլ ասեց նրանց, նրա վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չձանձրանալ։ Ամեն ժամանակ պետք է աղոթք անել, սիրելիներս, եւ չձանձրանալ։ Անկախ նրանից ինչ են խոսում մարդիկ, անկախ նրանից ինչ ձև են իրավիճակները քո կյանքում, Աստված լսում է քո աղոթքը։ Քո աղոթքը Աստծո առջև մոռացված չի, սիրելիս։ Քո աղոթքը Աստծո առջև մոռացված չի։ Քրիստոս ասեց ամեն ժամանակ պետք է աղոթք անել եւ չձանձրանալ։ Եվ չձանձրանալ, սիրելիներս։ Եվ հետո խոսում է մի անիրավ դատավորի մասին եւ մի որբևայրի կնոջ մասին, որ գալիս էր, իրավունք էր խնդրում եւ այդ դատավոր իրավունք չէր անում, որովհետեւ մարդկանցից չէր ամաչում, Աստծուց չէր վախենում, բայց այդ կինը այնքան համառ էր,
որ այդ դատավոր ասեց, լսի, թեկուզ մարդկանցից չեմ ամաչում, Աստծուց էլ չեմ վախենում, բայց քանի որ այս կինը ինձ հոգնեցնում է, սպասի իրավունք անեմ նրան։ Ու Հիսուսը մի հատ հետաքրքիր բան կասի։ Եվ Տերն ասեց. լսեցեք, թե անիրավ դատավորը ինչ է ասում։ Ժողովուրդ անիրավ դատավորը լսեց մի որբևայրու խնդրանքը։ Ու Հիսուսը հետաքրքիր բան կասի։ Բայց Աստված միթե իր ընտրյալների համար իրավունք չի անի։ Իր ընտրյալների համար։ Գիտեք, այս կինը սովորական որբևայրի էր։ Կարող է այդ դատավորը իր համար այդ մարդը ոչ մի բաներ իրանի չէր ներկայացնում։ Ինչ կլինի իր ճակատագիրը, ինչպեսի լուծում կունենա այդ կնոջ խնդիրը։ Եվ մեկ այդ դատավորը պատասխանեց այդ կնոջը։ Ասում է իսկ Աստված միթե իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի։ Սիրելիներս, թեև Աստված երկայնամիտ էլ լինի, երկար մտածի։ Միգուցե դու երկար մի քիչ սպասես, բայց Աստված անպայման իր ընտրյալների համար իրավունք կանի։ Աստված անպայման իր ընտրյալների աղոթքին կպատասխանի։ Եվ ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանի նրանց համար։ Սակայն մարդի որդին գալիս, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Սիրելիներս, երբ որ Տերը գա, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Ես ուզում եմ մենք իրար հետ աղոթք բարձրացնենք, որպեսզի գիտես Աստված զորացնի ամեն մեկին։ Միգուցե կան բաներ քո կյանքում սիրելիս, որ երկար ժամանակ, երկար տարիներ աղոթում ես դրա համար, մի կանգնի, չհանձնվես, չձանձրանաս։ Քո աղոթքները Աստծո առջև մոռացված չեն, սիրելիս։ Քո գործերը Աստծո առաջ մոռացված չեն։ Թեև Տերը երկայնամիտ լինի, Հիսուս ասեց, բայց ասում եմ ձեզ շուտով իրավունք կանի։ Սպասի քո հրաշքին, սիրելիս, Աստված հավատարիմ է։